եթե որևէ երկրի որևէ պաշտոնյա Հայաստան է գալիս, մտահոգություն չպետք է լինի, այլ պետք է մտածենք, թե հայերը Հայաստանը ինչ են շահելու դրանից, եւ այստեղ շատ կարեւոր է նաեւ թե ինչպիսի մոտեցում կցուցաբերվի, ում հետ կհանդիպի, ինչ կքննարկի։ Մեզ համար կարեւոր է, որ մենք կարողանանք այն ուղերձները, որոնք կարեւոր են մեր երկրի համար, փոխանցենք եւ ոչ միայն դա լինի իշխանության մակարդակում, այլ նաեւ հասարակական, քաղաքական կառույցների, որոնք ակտիվ ներգրավված են ներքաղաքական կյանքում, ներհայաստանյան քաղաքական կյանքում։ Եվ հենց սա է կարևոր բաղադրիչը, որ հստակ կարողանանք ասել, որ մենք ունենք բազմաթիվ հարցեր, որոնք այս վերջին օրերի ընթացքում, վերջին տարիների ընթացքում են կուտակվել որպես այդպիսին, եւ այդ կուտակված հարցերը պետք է բարձրաձայնվեն։ Եվ ընդհանրապես ես դեմ եմ նրան, որ մենք պետք է համագործակցենք միայն մի երկրի հետ եւ բացառենք մյուս երկրները։ Դիվանագիտությունը հնարավորություն է տալիս, որ մենք կարողանանք բոլորի հետ քննարկել եւ այնպիսի հարաբերություններ ձևավորել, որոնք կբխեն Հայաստանի շահերից եւ հայի համար կլինեն կարեւորագույն դերակատար որպես առաջիկա եւ ապագայում տարվող քաղաքականություն։ Սա ամենամեծ ամոթն է, սրա մասին հրապարակային տարբեր տեղերում նաև փորձել եմ խոսել, որովհետև եթե քո երկրի քաղաքացին որևէ երկրում դատապարտվում է, եթե չվերցնենք մյուս բոլոր հանգամանքները, արդեն մեծագույն ամոթ է, այն առումով, որ քաղաքական տեսանկյունից հետապնդվող եւ Բաքվի բանտերում գտնվող մարդիկ ցույց են տալիս, թե ինչքան մեծ ուժ ունեն եւ ինչպես կարող են պայքարել տեղի ունեցող process-ների դեմ։ Հայաստանի իշխանությունները իրենց գործը չեն կատարում, որևէ հարցադրում չի եղել եւ բարձրաձայնում չի եղել, այնինչ մենք շատ հեշտ հանձնում ենք ահաբեկիչներին, երբ որ այստեղ եւս բանակցային գործընթաց պետք է լիներ, այստեղ եւս փոխհարաբերություններ պետք է ձևավորվեին եւ օր առաջ մեր գերիները պետք է լինեին Հայաստանում։ Ես հույս ունեմ, որ դեռ կվերադարձնենք։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։